կապված Ռուսաստանի հետ, կապված նաև աշխարհաքաղաքական խաղերում երկիրը հարվածի տակ չդնելու, դա հենց մեր հռչակած քաղաքականությունն է։ Մենք համարում ենք, որ Հայաստանը չպետք է փորձի խաղալ հզոր պետությունների հակասությունների վրա։ Ես մի քիչ կընդլայնվեմ այս հարցի հետ կապված, իմ աչքիս առաջ է եղել Սաակաշվիլու գործունեությունը։ Ես Հայաստանում էի նախագահ, ինքը Վրաստանում, Շևարդնաձեից հետո։ Ամեն ինչ անում էր, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հակասությունների արանքում հայտնվի եւ Միացյալ Նահանգներից ինչ-որ մի բան պոկի։ Ամեն ինչ անում էր, քանի անգամ հետը հանդիպել եմ, հարաբերությունները լավ էր։ Ասում է ինչի ես անում, բան ես Վրաստանի գլխին փորձանք ես բերել։ Ռուսաստանը այն երկիրը չի, որի հետ կարելի է այսպես խաղալ։ Եվ Ամերիկան այդ երկիրը չի, որի հետ եւս կարելի է խաղալ։ Բան էր անում, ինչ փորձում էր բացատրել, դե չէ, այդքան էլ այդպես չի, ինքը ուրիշ բան անում, ուրիշ բան է փորձում։ Բայց ամեն անգամ սրում էր այդ հարաբերությունները եւ փորձում էր այդ սրացումից ինչ որ բան շահել, օգտվել։ Վերջը տեսակ ինչ փորձանք եկավ այն ժամանակ ինքը բերեց Վրաստանի գլխին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը անում է նույնը, ճիշտ նույնը։ Հակասություններ կան, այսօր ավելի սուր են այդ հակասությունները Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև, եւ ինքը անում է ամեն ինչ այդ հակասությունների խիզակետում հայտնվելու համար։ Փորձանք է բերելու բոլորին գլխին։ Եվ հիմա արդեն այդ փորձանքը բերել է, արդեն հայկական ապրանքների համար մուտքը դժվարացել է, ապրանքատեսակներ կա, որը ուղղակի փակել են, եւ հիմա իր մեղքը եւս փորձում է գցել մեր վրա։ Ոնց Ղարաբաղը չէ, ինքը տվեց, ծախեց, ավիրեց, հասմահներն են արել 91 թվականից։ Հիմա փորձում է գցել մեր վրա, եթե այդքան ուժ ունենք սենց ասեմ, Ռուսաստանի վրա ազդելու, որ ճամփեքը փակեն մեր ապրանքների համար, ուրեմն այդ ուժը ունենք հունիսի 8-ին այդ ճամփեքը բացելու համար։ Եթե ինքը մնա հաստատ ճամփեքը փակվելու է, ամբողջ ինչ Հայաստանը արտադրում է, չի արտադրում, սենց ասեմ, 90%-ով գնում է Ռուսաստան, գյուղարտադրանքի ավելի քան 90%-ը, մոտավորապես 98% բանջարեղեն, ծաղիկ, գինի եւ այլ, մոտավորապես 90%-92%։ Բալավ դու այդ քայլերը որ անում ես, չես մտածում այդ արտադրողի մասին, այդ բիզնեսների մասին, այդ ջերմոցներում աշխատող մարդկանց մասին, դրանց հացը, դրանց բերանից, ընտանիքների, երեխաներից կտրում ես, ինչի համար, որ արևմուտքից մեկը քեզ ասի ապրես լավ տղա ես, Սաակաշվիլին էր տենց մտածում, հիմա որտեղ է, հիմա ուր է, աու, չկա, ուրեմն, եթե այդքան հզոր ենք, որ կարող ենք սա փակել, կրկնեմ, ուրեմն այդ հզորությունը կա բացելու համար, ուրեմն իմացեք, որ որևէ խնդիր, որևէ մեկը չի ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններում, հունիսի 8-ին, եթե ընտրվում ենք մենք,